ջան, ուդիս կանցնիս ՔՊ-ի կապուտ պլակատներն է վերենը գրած թե բա խաղաղությունները մի հատ մարեք հասկանանք թե այդ խաղաղությունը որն է։ Երեկվա ռիլի մեջ հստակ բերեցի օրինակ, չէ՞ որ Բելգիայի ու Նիդերլանդների դեսպանների վրա Ալիևը մադ է թափտվել թե բա հայերի Արցախ վերադարձը խանգարել է խաղաղության օրակարգին։ Դրան զուգահեռ Ալիևը ամեն օր ֆինանսավորում է 300,000 իր թեզն է 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձ։ Չնայած 300,000 ադրբեջանցի Հայաստանում երբեք չի ապրել, բայց տենց են ձևակերպել։ Հիմա դուք ինչ կպատկերացնեք։ Խաղաղությունը այն է, երբ որ Արցախցուն կարկել են տալ Արցախում ապրել, բայց ադրբեջանցին պիտի գա Հայաստանում ապրի ու պետական մասշտաբով ֆինանսավորեն, որ իրանք կրանան Հայաստանում տուն ու հող առնին։ Դուք ինչ կպատկերացնեք այդ խաղաղությունը։ Իրոք, եթե մարդիկ կան, որ այդպես խաղաղություն կուզեն, որ եկուց ադրբեջանցին գա իր տունը առնի, ախպեր հիմիկվանից ծախեք ձեր տները, գնացեք ուրիշ երկրում ապրեք։ Ես չեմ պատկերացնել, որ ես հարևանությամբ ապրիմ ադրբեջանցու հետ կամ իմ երեխես ադրբեջանցու հետ դեռ նույն դպրոցում սովորելու։ Մանավանդ, որ իրանց այդ զարգացման, բազմացման տեմպերով իրանք այնքան արագ կբազմանան, որ տարականից արագ կբազմանան։ Կհասկանաք, տարականն իշխոր մի ադմ կա, մեկի աշկերտ բացես փագես կա, շպես շատացել է հազարադ է տարը։ Նույն ծևի ադրբեջանցին, նույն խավարասերն է։ Ինչ կպատկերացնեք, իրանք կան հասնին Հայաստան, ուսենք մեր 10 տարի հետո Հայաստանում ավելի շատ հայերն է, քան ադրբեջանցի։ Չկա այդպես բան։ Հաստատ ադրբեջանցին Հայաստանում ավելի շատ է եղնելու, քան հայ, ու դուք լավ գիտեք, որ իրանք չգիտեմ, ներարգանդային շրջանից կադեն մեզի։ Ինչ կպատկերացնեք, որ իրանց հետ մենք պետք է խաղաղ ապրենք։ Էլիքսեմ, եթե դուք այդ խաղաղության կողմնակիցն եք, ախպեր գնացեք հիմիկվանից ուրիշ երկրում ապրեք, թողեք մենք էլ կայնենք մեր հողին ու ջրին, մենք մեր երկրին։ Մենք մեզի համար կռնանանք ապրենք։